Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ հիմա էլ ավելի հետաքրքիր հանդիպում է մեզ սպասում, քանի որ միմյանց դեմ կմրցեն 6-րդ տուրի շրջանակներում Winter Cup-ի Ատլետիկո Երևանն ու Լիվերպուլը թիմերը ողջունում են միմյանց, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին ու սկսենք Ատլետիկո Երևանից Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արման Ավդալյան համար 6, Գագիկ Ակուլյան համար 9, նա նաև թիմի ավագն է, Վայ Գալստյան համար 10, Ռաֆայել Ազիզյան համար 11, կա մրցավարի Սուլիչ ու այստեղ Գալստյանը գնդակը հանձնում է Լիվերպուլին, գնացինք այս 50 րոպեները միասին վայելելու։ Ռաֆայել Ազիզյան համար 11, Ալեքս Մանուշյան համար 13, Գուրգեն Ռայվազյան համար 15, Օքսեն Աբրամյան համար 19, Հարություն Դունամալյան համար 21 եւ Ռաֆայել Մկրչյան համար 22։ Գրիգոր Արաքելյանը պաշտպանում է Լիվերպուլի դարպասը համար 1, Վարդան Գրիգորյան համար 2, Ժոզեֆ Շանելյան համար 5, նա նաև թիմի ավագ է, Գոր Մարտիրոսյան համար 6, Մխիթար Ամբարձումյան համար 8, Անդրանիկ Պետրոսյան համար 9, Ռոման Դավթյան համար 10, Նարեկ Խանդամիրյան համար 14 եւ Անդրանիկ Կարապետյան համար 77։ Խանդամիրյանն է գնդակով թողեց այստեղ գնդակը Մարտիրոսյանին, բայց գնդակին առաջին արձագանքեց Աբրահամյանը ու Ատլետիկոն փորձում է գրոզ արգաստել Մանուչարյան։ Այդ փոխանցում հետևեց Ռայվազյանի ուղղությամբ ու գրոյի տեղափոխություն դեպի աջ, բայց այստեղ քիչ էր մնում սխալվեն Ատլետիկոյի ֆուտբոլիստները, կրկին Ռայվազյանը վերադարձեց գնդակը, Մկրչյան, Ակուլյանին է ուղարկում, ձախից կա Մանուչարյանի տարբերակը փոխանցումը կատարեց Ակուլյանը, Մանուչարյան, տեսնենք այս գրոհիչ կտա Ատլետիկոյին, Ավդալյան հարված, բայց գնդակը բաժին է հասնում դարպասապա Արաքելյանին, առաջին հարվածը ունենք Ատլետիկո Երևանի կատարման, մնաց դա այն տեսնենք Լիվերպուլի գործողություններում, Դավթյանն է կրկին գնդակով, Ամբարձումյանի հետ է խաղարկում գնդակը ու շատ լավ փոխանցում հետևեց դեպի Ձախեզր, Խանդամիրյան թողեց գնդակը Մարտիրոսյանին, վերջինս էլ գնդակ ուղարկում է կրկին Ռոման Դավթյանի ուղղությամբ, ով շարժվում է առաջ Խանդամիրյան, տեսնենք այս գրոհը ինչ կտա Լիվերպուլին, այդ փոխանցում հետևեց, որից հետո նաև մի պահ գնայինք մրցաշարային աղյուսակին, Շանելյանն է գնդակով։ Այո, այնպիսի լարված հանդիպում է ընթանում, որ պարզապես ամեն վարկյանը իսկապես կարևոր է այս հանդիպան, Դավթյանն է առաջ շարժվում գնդակով, ուղարկեց այն Համբարձումյանի ուղղությամբ ու խաղարկում են գնդակի հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստները, Շանելյանն է աջ եզրում։ Տեսնենք ինչ որոշում կայացնի Շանելյանը, մնաց գնդակով։ Շատ լավ փոխանցում կատարեց դեպի կենտրոն, Դավթյան գնդակ ուղարկված է Ձախեզր, Մարտիրոսյան վտանգավոր է փոխանցում, բայց Ակուլյանն է հեռացնում հիմա գնդակը երկրորդ տեմպով կգրոհի Լիվերպուլը, Դավթյան հարված բարձր ստացվեց այստեղ Դավթյանի կատարած հարվածը, բայց Խանդամիրյանը ինչ բարդ իրավիճակում կողմնորոշվեց եւ շատ ճիշտ փոխանցում կարողացավ կատարել, այո, արդեն Խանդամիրյանը վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտ եւ կփորձի օգնել Լիվերպուլին, իհարկե շատ ծանր վնասված ստացավ, ովքեր դիտել են Լիվերպուլն դեմ Սելտայի հանդիպումը Նարեկ Խանդամիրյանը, բայց հիմա արդեն ամեն ինչ կարգին է նրա հետ եւ հուսանք վնասվածներից ձեռս կմնան ֆուտբոլիստները այսօր խաղադաշտում։ Մանուչարյան կատարեց շատ լավ փոխանցում Արման Ավդալյանի ուղղությամբ, բայց Ավդալյանի փոխանցումը այստեղ չանցավ դեպի Աբրահամյանը ու կրկին Լիվերպուլն է հասնում գրոհի Մարտիրոսյան, կար այո խաղի կանոնների խախտում այստեղ Ռայվազյանի կողմից ու ստանդարտ իրացնեն Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Հենց Մարտիրոսյանն է գնդակի մոտ կատարեց փոխանցում, թողեց այստեղ գնդակը Կարապետյանը Խանդամիրյանին, կրկին Մարտիրոսյան, Վարդան Գրիգորյանի հետ է խաղարկում ու եւս մեկ փոխանցում հետևեց դեպի թիմի ավագ Ժոզեֆ Շանելյանը, Համբարձումյան թողեց գնդակը Մարտիրոսյանին, Համբարձումյանը ու շարժվում է առաջ Դավթյան, կրկին Համբարձումյան խաղարկում է գնդակը Ռոման Դավթյանի հետ, գեղեցիկ գործեցին այստեղ Լիվերպուլի ֆուտբոլիստները, բայց Ռայվազյանը փակեց այս դրվագում, Կարապետյանի փոխանցման ճանապարհը Վայե Գալստյանն է առաջ շարժվում, գուցե երբից փորձի Գալստյանը, կա փոխանցում դեպի Մանուչարյանը, վտանգավոր է Աբրամյան, հարված ու Արաքելյանն է հեռացնում գնդակը անկյունային հիմա կիրացնի արդեն Ատլետիկո Երևանը։ Հիմա փոփոխություն
Լիվերպուլի կազմում Կարապետյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Անդրանիկ Պետրոսյանը կամ մրցավարի Սուլիչը տեսնենք անկյունային խաղարկումը ինչ կտա Ատլետիկոյին բարձից փոխացում բայց Վարդան Գրիգորյանը հեռացեց Գալստյանն էլ հարվածեց ու այստեղ Արաքելյանը նորից տեղում էր Արման Ավդալյան կա փոխանցում Դավթյանն է հեռացնում գնդակը բայց այն կրկին Ատլետիկոյի մոտ է Ավդալյանն էլ հերվից հարվածում է ու բացում հանդիպան հաշիվը 1-0 հիմա չեմ կարող ասել դիպավ գնդակին արդյոք Ակուլյանը թե ոչ բայց այնուամենայնիվ Ատլետիկոն հասնում է հաջողության Մեկ զրո Գագիկ Ակուլյանը բացում է հանդիպան հաշիվ ու արդեն ունենք առաջին խփած գնդակ այս խաղում այն իր անվան դիմաց գրանցում է Ատլետիկո Երևանը մասնավորապես Ակուլյանը այո Ավդալյանի կատարած հեռար հարվածը գեղեցիկ ստացեց բայց Ակուլյանը դիպավ գնդակին ու շեղեց գնդակի ուղղությունը 1-0 հիմա արդեն տեսնենք Լիվերպուլը ինչով կփորձի պատասխանել այս գնդակին Եսից հիմա կնետեն Ատլետիկոյի ֆուտբոլիստները, բայց սխալ էր կատարված եզրային նետում ու արդեն այն Լիվերպուլին է բաժին հասնում Մարտիրոսյանը հիմա ճիշտ կերպով խաղարկեց գնդակը Դավթյանի հետ Համբարձումյան շարժվում է առաջ Մխիթար Համբարձումյանը եւ այստեղ կար խաղի կանոնների խախտում Համբարձումյանի դեմ պայքարում ու ստանդարտ իրացնի Լիվերպուլը Բավական վտանգավոր է դիրքը Ռոման Դավթյանն էլ գնդակի մոտ է Կատարեց արագ փոխանցում Մարտիրոսյանի ուղղությամբ Եվ անկյունային արված հիմա կիրացնի արդեն Լիվերպուլը Այո մրցաշարային աղյուսակում որտեղ ընդգրկված են այս երկու թիմերը պատկերը հետևյալն է Վիլյարեալը 13 միավորով առաջին հորիզոնականում է Լիվերպուլն ու Գլադբախը ունեն 12-ական միավորներ իրենց ակտիվում գրանցած իսկ Ատլետիկո Երևանը անցկացել է 1 հանդիպում պակաս բոլորի նկատմամբ ու 10 միավորով այսքան 4 հորիզոնականում է բայց իհարկե Ատլետիկո Երևանը միակ թիմն է ով կարող է հաղթանակի դեպքում հասնել Վիլյարեալին Իհարկե Լիվերպուլը հաղթանակի դեպքում կշրջանցի Վիլյարեալին, բայց մեկ հանդիպում ավել կունենա անցկացած մրցակցի նկատմամբ, իսկ Ատլետիկո Երևանը դեռ իր բաց թողած հանդիպումը պետք է անցկացնի Խանդամիրյանն է առաջ շարժվում, թողեց գնդակը Վարդան Գրիգորյանին Մխիթար Համբարձումյանը աշեզում է Համբարձումյանը հարված հետևեց դարպասի ուղղությամբ ու Գասպարյանը հեռացեց գնդակը անկյունային հիմա կատարեն Լիվերպուլի ֆուտբոլիստները հենց Մխիթար Համբարձումյանն էլ խաղարկում է գնդակը Գրիգորյանի հետ ստանում պատասխան փոխանցումը Դավթյանին ուղարկելով գնդակը Դավթյան եւ եզրային նետում հիմա Լիվերպուլը իրացեց Պետրոսյանը հեռու թողեց իրենից գնդակը, բայց Գալստյանն էլ հեռացեց այն ու անկյունային նորից կիրացնեն Լիվերպուլի ֆուտբոլիստները, այո, բաց թողած գնդակից հետո բավական ակտիվ է Լիվերպուլը, տեսնենք այս անկյունայինի խաղարկումը հիմա ինչ կտա Լիվերպուլին, Դավթյան կա փոխանցումը, այստեղ Ռայվազյանը արդյոք հեռացեց գնդակը, ոչ Գրիգորյանն էր հարված կատարել ու շեղությամբ է ստացվել Գրիգորյանի կատարած հարված ու հարված կլինի Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից Գասպարյան խաղարկում է գնդակը Ռայվազյանի հետ, Վայ Գալստյան ուղարկեց Ակուլյանին գնդակը ու շատ լավ փոխանցում հետևեց Ակուլյանի կողմից դեպի Մկրչյանը նորից Ռայվազյան Գալստյան, Ակուլյան գեղեցիկ խաղարկումներ էին Ատլետիկոյի կատարմամբ Ակուլյանն էլ փոխանցեց գնդակը Մանուչարյանի վտանգավոր է, բայց թույլ է ստացվում այստեղ Մանուչարյանի հարված, այո, պետք է կատարել փոխանցում Աբրահամյանի ուղղությամբ, բայց հետո արդեն փակեցին Աբրահամյանին ու ստիպված եղավ հարվածել Մանուչարյանը դարպասի ուղղությամբ Շանելյան, հեռու թողեց մի փոքր գնդակ, այստեղ Շանելյան ու Ակուլյանը խլում կարողացավ կատարել, Վայ Գալստյան Ցածից փորձեց ուղարկել գնդակը Աբրահամյանին, բայց այստեղ Դավթյանը կանգնեց գնդակի ճանապարհին։ Վարդան Գրիգորյանն է առաջ շարժվում։ Գրիգորյան կատարեց փոխանցում Մարտիրոսյանին, Համբարձումյան կա փոխանցումը Պետրոսյանն է այստեղ գնդակով ու այդ փոխանցում Նարեկ Խանդամիրյանը դեպի
Կրկին Մարտիրոսյան մի փոքր հեռու թողեց գնդակը Մարտիրոսյան ու Ակուլյանը հեռացեց, չնայած ոչ այնքան հեռու գնդակը բաժինացավ Ռոման Դավթյանին, բայց այստեղ Դավթյանի փոխանցումից հետո խաղընկերները չարձագանքեցին գնդակին, իսկ այստեղ էլ Խանդամիրյանն է սա անկման գնով գնդակը վերադարձնում Լիվերպուլին, Մարտիրոսյան կա փոխանցումը, բայց Մկրտչյանը այստեղ կարողացավ հեռացնել գնդակ ու հիմա եւս մեկ անկյունային կիրացնի Լիվերպուլը։ Մարտիրոսյան բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ու այստեղ հենց Կարապետյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու կտեսնենք հարված Աշոտ Գասպարյանի դարպասից Գասպարյան, տեսնենք ինչ որոշում կայացնի, ուղարկում է գնդակը Մկրտչյանին, բայց այստեղ Մկրտչյանի փոխանցումը հաջող չստացվեց, հետո էլ գնդակը Լիվերպուլը չկարողացավ արագակագրով կազմակերպել, Ակուլյան լավ էր նկատել այստեղ Աբրահամյանին, բայց հասնել գնդակին չստացվեց այս դեպքում Աբրահամյանի մոտ, Գոր Մարտիրոսյան դեպի ձախ է փոխանցում կատարում, Խանդամիրյանն է այստեղ, նորից Մարտիրոսյան, այո թիմերը վերջին շրջանում շատ անգամներ են հանդիպել, հատկապես այս վերջին մեկ ամսվա ընթացքում սա թիմերի երրորդ հանդիպումն է միմյանց դեմ պայքարում, նախ Էդիթ լիգայի գավաթի կիսա եզրափակիչ խաղում կարողացավ Լիվերպուլը 4-0 հաշվով առավելության հասնել Ատլետիկոյի նկատմամբ ու նվաճեց եզրափակիչի ուղեգիր, որտեղ մրցակիցը պարզ կդառնա այս հանդիպումից հետո որտեղ կմրցեն միմյանց դեմ Վիլյարեալն ու Մանչեսթեր Սիթին ու բնականաբար հաղթողը արդեն եզրափակիչում կմրցի Լիվերպուլի դեմ, հետո արդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դիմակայության առաջին խաղում կարողացան Ատլետիկոյի ֆուտբոլիստները հաղթել մրցակցին 4-3 հաշվով, բայց այնտեղ դեռ կա պատասխան հանդիպում։ Հիմա էլ Վինտեր քափի շրջանակներում են թիմերը մրցում միմյանց դեմ։ Վայ Գալստյան Եվ այստեղ կար խաղի կանոնների խախտում Գալստյանի դեմ պայքարում, այո, ստանդարտ իրացնի Ատլետիկոն արագորեն խաղարկում են գնդակ ու կորցեցին այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստները, Խանդամիրյանն է կատարում եզրային նետումը, ուղարկելով գնդակը Մարտիրոսյանին, Մարտիրոսյան մնաց գնդակով այստեղ Գոր Մարտիրոսյանը, հիմա կա փոխանցում Պետրոսյանի ուղղությամբ, բայց Ռեվազյանը այստեղ հեռացեց գնդակը, երկրորդ տեմպով է գրոհում Լիվերպուլը, Մարտիրոսյան Գեղեցիկ անցում կատարեց Մարտիրոսյանը փոխանցում ու Ռեվազյանն է փակում հիմա Մարտիրոսյանի փոխանցման ճանապարհը, եւս մեկ անկյունային կիրացնի Լիվերպուլը բավական շատ անկյունայիններ է արդեն իրացել այս խաղում իսկապես Լիվերպուլը ու տեսնենք այս անգամ ինչպես կիրացնեն անկյունայինը կրկին Մարտիրոսյանն է գնդակի մոտ խաղարկում է գնդակը Խանդամիրյանի հետ Նարեկ Խանդամիրյան հարված դարպասի ուղղությամբ, բայց շեղությամբ է ստացում Խանդամիրյանի կատարած հարվածը ու կրկին Գասպարյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Այո, այսօր երկու թիմերի կազմում էլ կան ֆուտբոլիստներ, ովքեր ներկա չեն այս հանդիպմանը, նախ Լիվերպուլն չի կարողանում օգնել Հարցակման առաջատարներից մեկը Ռաֆայել Մովսիսյանը այսօր նա բացակայում է թիմի հայտարարությունում, իսկ Ատլետիկո Երևանի կազմում էլ ավելի շատ ֆուտբոլիստներ կան, ովքեր չեն մասնակցում այս հանդիպմանը, նրանք են Հրանտ Գևորգյանը, Տաճատ Ներսիսյանը, Գոր Մարկարյանը, Թովմաս Սարգսյանը, նաև Ղանդիլյանը այսօր չկա թիմի հայտարարությունում, իսկապես բավական կորուստներով են թիմերը ներկայացել այս հանդիպանը։ Այստեղ գնդակը Հանձնեց Ատլետիկոն մրցակցին ու Լիվերպուլը սկսում է խորքից Գրիգորյան Դավթյանի հետ է խաղարկում Գրիգորյան պայծ գնդակի մոտ կատարեց փոխանցում Պետրոսյանի ուղղությամբ գեղեցիկ գործեց այստեղ Պետրոսյանը կա փոխանցումը բայց Ռեվազյանը նորից հասնում է փակել գնդակի ճանապարհը Ռոման Դավթյանը աչի եզրում է Դավթյանը ուղարկեց գնդակը նորից Պետրոսյանի ուղղությամբ հիմա փոխանցում ու Գասպարյանն է հեռացնում գնդակը Վայ Գալստյան մեկ հպումը փորձեց հասցեակել գնդակը Աբրահամյանին բայց Շանելյանը կանգնեց գնդակի ճանապարհին Խանդամիրյան հեռու թողեց այստեղ գնդակը Խանդամիրյանը ու Ակուլյանն է խլում կարողանում կատարել Մանուչարյան տարավ իր այստեղ գնդակը Ալեքս Մանուչարյան Ավդալյան Ակուլյան ու արդեն վերադասավորվեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները բայց ինչպիսի փոխանցում է կարողանում այստեղ կատարել Ակուլյանը դեպի Վայ Գալստյանը Տեսնենք այս գրոհը ինչ կտա Ատլետիկոյին Շանելյանն է դիմավորել Գալստյանին ու կարողացավ այս
դեպքում խլում կատարել Մարտիրոսյան ու նորից Ռևազյանն է այստեղ փակում գնդակի ճանապարհը, հիմա եզրից կնետի Լիվերպուլը Մարտիրոսյան հետ փոխանցում դեպի Նարեկ Խանդամիրյանը ու սկսում են խորքից Լիվերպուլի ֆուտբոլիստները հասավ գնդակ այստեղ Դավթյանին բայց փոխանցումը չհասավ Կարապետյանին Մանուչարյան հերվից հարվածում մի փոքր շեղությամբ ընթացավ Մանուչարյանի կատարած հարվածը բավական վտանգավոր ստացվեց իհարկե բայց Արաքելյանը արդեն նկատել էր գնդակի ընթացքը այդ իսկ պատճառով կարծում եմ չնետվեց դեպի գնդակը Նարեկ Խանդամիրյան Դավթյան նորից Խանդամիրյան բայց հեռու թողեց այստեղ Խանդամիրյանը գնդակ ու եզրից կնետի Ատլետիկո Երևանը Արման Ավդալյան ուղարկում է գնդակը Վահե Գալստյանին, բայց կրկին սխալվում է հիմա էլ Ատլետիկոն ու գնդակը Լիվերպուլինը կլինի Խանդամիրյան կարողացավ հիմա հասցեագել գնդակը Պետրոսյանին վերջինս էլ ուղարկեց Վարդան Գրիգորյանի ուղղությամբ գնդակ ու դեպի ձախ որտեղ Շանելյանն է նորից Խանդամիրյան գտավ կենտրոնում Ռոման Դավթյանին Դավթյանն էլ առաջ է շարժում գնդակով տեսնենք ինչ որոշում կայացնի Դավթյանը փորձեց հասցեագել այստեղ գնդակը Մարտիրոսյանին, բայց փակեցին գնդակի ճանապարհը Ատլետիկոյի ֆուտբոլիստները ու կրկին գնդակով Լիվերպուլն է Դարպասապա Արաքելյանն է ստանում գնդակը նորից Ռոման Դավթյան Գրիգորյան կրկին Դավթյան խաղարկում են գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստները պաշտպանությունում Փակեր Կարապետյան այդ իսկ պատճառով ուղարկեց նորից Գրիգորյանին գնդակը Դավթյան ու եւս մեկ փոխանցում դեպի Շանելյանը Շատ լավ նկատեց Մարտիրոսյանին այստեղ Շանելյանը, բայց բարդ իրավիճակում էր Մարտիրոսյանը, չնայած գնդակը կրկին Լիվերպուլի մոտ է Նարեկ Խանդամիրյան ուղարկեց գնդակը Դավթյանին, այստեղ Գալստյանն է կարողանում խլում կատարել, բայց փոխանցումը չանցավ ու Դավթյանն էլ խլեց գնդակը մրցակցից, հետո էլ Գալստյանը խախտեց խաղի կանոնները Ռոման Դավթյանի նկատմամբ ու ստանդարտ կիրացնի հիմա Լիվերպուլը Արագորեն խաղարկում են այստեղ գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստները Մարտիրոսյան փոխանցում ու այստեղ Մկրչյանը կարողացավ հեռացնել գնդակը անկյունային կրկին կիրացնի Լիվերպուլը Պետրոսյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ու այստեղ հեռացեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները գնդակը Համբարձումյան, Գրիգորյան, տեսնենք ինչ որոշում կայացնի հիմա Դավթյանը կա փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Մկրչյանը այստեղ արձագանքեց գնդակին, Աբրահամյանն էլ փորձեց առանց մի վայրկյան կորցնելու հեռար հարվածով գրավել մրցակցի դարպասը, բայց այս դեպքում չստացվեց Աբրահամյանի հարվածը, նկատել էր իհարկե որ Արաքելյանը դուրս է եկել դարպասից, այդ իսկ պատճառով փորձեց հեռվից հարված կատարել, Համբարձումյան Գրիգորյան կրկին Դավթյանն է ստանում գնդակ ուղարկելով Մխիթար Համբարձումյանին գնդակ ու միացնում է Համբարձումյանը գրոհի Շանելյանին Շանելյան հերվից հարված ու Գասպարյանը հեռացնում է գնդակը շատ բարդ հարված ստացվեց Ժոզեֆ Շանելյանի կատարմամբ, բայց այստեղ Գասպարյանը ճիշտ դիրք զբաղեցեց ու հեռացեց գնդակը հիմա եւս մեկ անկյունային կիրացնի Լիվերպուլի իսկապես բաց թողած գնդակից հետո բավական ակտիվ են Լիվերպուլի ֆուտբոլիստները Մխիթար Համբարձումյան Կարապետյանը թողեց գնդակը Դավթյանին հերվից է հարվածում Դավթյանը, բայց հիմա էլ գնդակի առջև կանգնում է Ռաֆայել Մկրչյան ու հեռացնում գնդակը եզից կնետեն Լիվերպուլի ֆուտբոլիստները Պետրոսյան, կրկին Դավթյան ու նորից Մկրչյանը հեռացեց այստեղ գնդակը եւս մեկ եզային նետում կիրացնի Լիվերպուլը Գրիգորյանի հետ է խաղարկում գնդակը Դավթյանը Համբարձումյան գեղեցիկ ազատվեց այստեղ մրցակիցների վերահսկողությունից, մնաց գնդակով Համբարձումյանը, հարվածեց դարպասի ուղղությամբ, բայց Գասպարյանը վերցրեց գնդակը, հիմա տեսնենք ինչ է պատահել Ակուլյանին, Համբարձումյանի ներողություն Մխիթարյանի դեմ պայքարում այստեղ հարված ստացավ ոտքին Ակուլյանը, բայց ամեն ինչ կարգին է նրա հետ, ոտքի կանգնեց ու կկարողանա իհարկե շարունակել հանդիպումը Գագիկ Ակուլյանը
Քաղարկում են գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները Մանուչարյան Մկրտչյան ու Եզիսկնեդի Ատլետիկոն Մկրտչյանն է կատարում բավական հեռահար եզային նետում Աբրահամյան լավ էր նկատել Ավդալյանին, բայց Շանելյանը հագեց գնդակի ճանապարհը, հիմա էլ խլում են Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակը ու Պետրոսյանն է շարժվում առաջ, բայց այստեղ Ակուլյանը կանգնեց Պետրոսյանի փոխանցման ճանապարհին, Մկրտչյան եւ եզրային նետում է վաստակում այս բարդ իրավիճակում Մկրտչյանը Ատլետիկոյի համար Նորից ինքն կատարում է եզրային նետում ու այստեղ Շանելյանն է առաջինը արձագանքում գնդակին, բայց գնդակը բաժինացավ Գալստյանին, Գագիկ Ակուլյան չանցավ այստեղ Ակուլյանի փոխանցումը, Բխիթար Համբարձումյան, տեսեք իր որոշում կայացի Համբարձումյանը հասցրեց Ռևազյանը երկու դեպքում էլ նախ առաջի դեպքում հեռացնել, հետո էլ փակել հարվածի ճանապարհը ու այստեղ էլ Կարապետյանի հարվածը չի ստացվում։ Բավական լավ է գործում այսօր պաշտպանությունում Գուրգեն Ռևազյանը, այո, որտեղ օրդերվագն է արդեն Ռևազյանի կատարումով մենք տեսանք, որ կանգնում է գնդակի ճանապարհին, փակում է մրցակիցներին, իսկապես շատ լավ է մեկնարկել այս հանդիպումը Գուրգեն Ռևազյանը։ Խաղարկում են կրկին Ատլետիկոյի ֆուտբոլիստները գնդակը, հենց Ռևազյանն է գնդակով։ Գալստյան, նորից Ռևազյան Մկրտչյանն ուղարկեց գնդակը վերջինս էլ դեպի աջ, որտեղ Վայե Գալստյանն է կրկին Ռևազյան սխալվում են հիմա պաշտպանությունից դուրս գալուց Ատլետիկոյի ֆուտբոլիստները, բայց Ռևազյանը ինքն էլ ուղղեցի սխալը ուղարկեց գնդակը Մանուչարյանի ուղղությամբ տեսեք այս գրոհիչը տա Ատլետիկոյին Ալեքս Մանուչարյան Վայե Գալստյան գուցե երբից փորձի Գալստյանը ոչ Ակուլյանին է ուղարկում գնդակը Ակուլյան փոխանցում բայց Արաքելյանը այստեղ կարողանում է հեռացնել գնդակը ու անկյունային կիրասնի հիմա Ատլետիկո Երևանը շատ արագ հակագրող կազմակերպեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները բայց այստեղ Արաքելյանը ճիշտ դիրք զբաղեցեց ու կարողացավ հեռացնել գնդակը տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ կտա Ավդալյանն է կատարում բարձից փոխանցում Վայե Գալստյան բայց ինչու չարվածեց այստեղ դարպասին Գալստյանը Համբարձումյան Մանուչարյանն է այստեղ նորից աջող պաշտպանվում ազատվեց երկու մրցակցի վերահսկողությունից հարված դարպասի ուղղությամբ բայց լավ չստացվեց այս դեպքում Մանուչարյանի հարվածը ու Արաքելյանը վերցեց գնդակը Մարտիրոսյան Խանդամիրյանին է ուղարկում եւ այստեղ կար խաղի կանոնների խախտում Ավդալյանի կողմից Դավթյան Մարտիրոսյան Նարեկ Խանդամիրյանն է ձախեսում ստացել գնդակը ուղարկեց այն կենտրոն Պետրոսյան գեղեցիկ է բայց Ակուլյանը հարված կատարելու պահին Պետրոսյանի խանգարեց մրցակցին ու հիմա Ատլետիկոն անցնում է գրոհի Վայե Գալստյան նորից Մանուչարյան Ընկավ այս դեպքում արդեն Ատլետիկոյի գրոհի տեմպը, բայց շարունակում է գնդակով Ատլետիկոն մնալ, Ակուլյանն է առաջ շարժվում, գեղեցիկ անցում էր Ակուլյան ու Վարդան Գրիգորյանն է հիմա էլ հեռացնում գնդակը անկյունային կիրասնի Ատլետիկոյի Երևանը ու տեսնենք այս անկյունային ինչ կտա արդեն Ատլետիկոյին Մանուչարյանն է կրկին գնդակի մոտ Կա մրցավարի սունիչը Մանուչարյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ու Գրիգորյանն է հեռացնում գնդակը Ավդալյանն էլ փորձեց հարվածել չստացվեց Ռևազյան ու կրկին Գրիգորյանն է կանգնում գնդակի առջև Մխիթար Համբարձումյան ու ասրեց նորից Ռևազյանը մաքուր գործել այս դրվագում Ավդալյանն է աչեզրում կա փոխանցում Շանելյանն է հեռացնում հիմա էլ գնդակը այն ստացվեց փոխանցում Դավթյանի համար բայց Մկրտչյանը այստեղ հաջող դուրս եկավ պաշտպանությունից Մանուչարյան Եվ Վայե Շանելյանը այստեղ այո գնդակը դաշտի սահմաններում կատարեց շատ լավ փոխանցում դեպի Մարտիրոսյանը բայց այստեղ Ակուլյանին շրջանցել չստացվեց Մարտիրոսյանի մոտ Գագիկ Ակուլյան լավ նկատեց Ավդալյանին բայց Ավդալյանի հետ փոխանցումը դեպի Ակուլյանին չստացվեց ու Լիվերպուլն է նետվում արագ հակագրոհի բայց Ավդալյանը այստեղ հասցրեց նահանջել ու խլել գնդակը Մկրտչյան թողնում է գնդակը Գալստյանին Վայե Գալստյան գուցե երբից հարվածի, մենք սովոր ենք Գալստյանի կատարման բեռար հարվածնել տեսնել, բայց այսօր առայժմ չի կատարել այդ թնդանոթային հարվածները Մարտիրոսյան, մնաց գնդակով գոր Մարտիրոսյանը ուղարկեց այն դեպի կենտրոն, Մխիթար Համբարձումյանն է ստանում գնդակը
Եվ այստեղ անկյունային արվածի հնարավորություն է վաստակում Համբարձումյանը Լիվերպուլի համար։ Համբարձումյան գեղեցիկ գործեց Պետրոսյան, սա փոխանցում էր ավելի շատ ոչ թե հարված, Վարդան Գրիգորյանն է հասնում գնդակին։ Գրիգորյան, Մարտիրոսյան, մի փոքր հեռու թողեց Մարտիրոսյանը գնդակ ու Աբրահամյանն է տինում գնդակին, բայց այստեղ չհասկացան միմյանց Աբրահամյանն ու Մանուչարյանը։ Ու վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է առայժմ հանդիպան միակ գնդակի հեղինակն է Գագիկ Ակուլյանը 1-0 կարճ դադար, որից հետո կվերադառնանք։ Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկում է Ատլետիկո Երևանն ընդդեմ Լիվերպուլի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո առայժմ Ակուլյանի խփած գնդակը միակ տեղ խաղադաշտում, եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք թիմերի հայտացուցակներին ու սկսենք Ատլետիկո Երևանից, այս գրոյից հետո խոսենք այդ մասին։ Մանուշարյանն է գնդակով ուղարկեց գնդակը դեպի կենտրոն, Վահե Գալստյան արված անդրադարձ, Ավդալյան վտանգավոր է, Ավդալյան նորից Գալստյան, բայց բարձր է ստացվում Գալստյանի արվածը, շատ ակտիվ է մեկտարկել Ատլետիկոն երկրորդ խաղակեսը, հենց անմիջապես անցան գրոյի, բայց Գալստյանի արվածը բարձր ստացվեց եւ այսպես Ատլետիկո Երևանի դարպասը պաշտպանում է Աշոտ Գասպարյանը համար 1, Արման Ավդալյանը համար 6, Գագիկ Ակուլյանը համար 9, ով նաև թիմի ավագն է, Վահե Գալստյան համար 10, Ռաֆայել Ազիզյան համար 11, Ալեքս Մանուչարյան համար 13, Գուրգեն Ռայվազյան համար 15, Օքսեն Աբրահամյան համար 19, Ռաֆայել Մկրտչյան համար 22, թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը։ Գրիգոր Առաքելյանը պաշտպանում է Լիվերպուլի դարպասը համար 1, Վարդան Գրիգորյան համար 2, Ժոզեֆ Շանելյան համար 5, դա նաև թիմի ավագ է Գոր Մարտիրոսյան համար 6, Մխիթար Համբարձումյան համար 8, Անդրանիկ Պետրոսյան համար 9, Ռոման Դավթյան համար 10, Նարեկ Խանդամիրյան համար 14 եւ Անդրանիկ Կարապետյան համար 77, Գալստյանն է գնդակով աչի եզրում, խորքից փոխանցում հետևեց դեպի Աբրահամյանը, շատ լավն էր փոխանցումը Գալստյանի, Մանուչարյան, կրկին Աբրահամյանն է ուղարկում գնդակը, չկան տարբերակներ, նորից Մանուչարյանի հետ խաղարկեց Աբրահամյանը, բայց այստեղ կորցեցին գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները, հետո էլ Մկրտչյանը թիկունքից խախտեց խաղի կանոնները Մարտիրոսյանի դեմ պայքարում ու ստանդարտ կիրասնի Լիվերպուլը, Մարտիրոսյանն է արագ խաղարկում գնդակը, բայց այստեղ կար խախտում Ռայվազյանի դեմ պայքարում Մարտին Համբարձումյանի կողմից, արագորեն խաղարկում է գնդակը Ատլետիկոյին, Վահե Գալստյան, Ռայվազյան, կրկին Գալստյան դեպի աջ Ակուլյանի ուղղությամբ, բայց հեռացեց այստեղ գնդակը Ակուլյանը, Շանելյան, բայց փոխանցում այստեղ ուժեղ ստացվեց Շանելյանի կատարմամբ ու հարված կլինի Ատլետիկո Երևանի դարպասից։ Գասպարյանն է գնդակը ուղարկում առաջ, շատ լավ փոխանցում ստացվեց Ալեքս Մանուչարյանի համար, Գալստյան, տեսնենք այս գրոյի շքտը Ատլետիկոյին Գալստյան փոխանցում Աբրահամյան արված ու Առաքելյանն է շատ բարդ իրավիճակում կարողանում հեռացնել Աբրահամյանի կատարած հարվածը, այո փրկեց իսկապես այս դեպքում Առաքելյանը Լիվերպուլի երկրորդ գնդակը բաց թողնելուց, Գալստյանը ամեն ինչ հաշվարկեց, ցույց տվեց հարված կատարեց փոխանցում դեպի Աբրահամյանը, բայց գրավել այս դեպքում Լիվերպուլի դարպասը չստացվեց, Մկրտչյանը այստեղ պարզապես հեռացեց գնդակը, ճնշում կար Լիվերպուլի երկու ֆուտբոլիստի կողմից եւ ճիշտ վարվեց այստեղ Մկրտչյանը, եթե կորցներ գնդակը բավական արագակագրով էր սպասում Ատլետիկոյի դարպասի ուղղությամբ։ Մարտիրոսյան Պետրոսյանի հետ է խաղարկում գնդակը, լավ անցում ստացվեց Պետրոսյանի կողմից, բայց հեռու թողեց գնդակը Պետրոսյան ու եզից կնետի Ատլետիկո Երևանը։ Մկրտչյան երկար փոխանցում ու նորից գնդակը կարողանում է հեռացնել Լիվերպուլի պաշտպան Վարդան Գրիգորյանը, եւս մեկ եզրային նետում Ատլետիկոյի կատարմամբ, Մանուչարյան, Մկրտչյան ուղարկեց գնդակը Արման Ավդալյանի ուղղությամբ եւ հետ փոխանցում դեպի Ակուլյանը, կրկին Ավդալյանն է ստանում գնդակու, շարժվում առաջ, բայց հաստրեց Խանդամիրյանը նահանջել այս դրվագում, Ավդալյան դեպի կենտրոն, հիմա էլ Շանելյանն է դուրս գալիս ու հեռացնում գնդակը, Ռայվազյանն է ստացել գնդակը, ուղարկում է կրկին դեպի պաշտպանության կենտրոն, Ակուլյանն է այս րոպեներին տեղ զբաղեցել այդ դիրքում, Վահե Գալստյան եւ հետ փոխանցում կրկին Ռայվազյանը, Ակուլյան գեղեցիկ դուրս եկավ պաշտպանությունից Ատլետիկոն, բայց գրող կազմակերպել չստացվեց։ Ռայվազյան հեռու թողեց մի փոքր գնդակը, բայց հասցրեց հետո
Կանգնել ոտքյու, հեռացնել գնդակի հիմա էլ Ակուլյանի անցումը գեղեցիկ է ստացվում։ Գագիկ Ակուլյան վտանգավոր է Ակուլյան, բայց հարված չհետևեց դարպասի ուղղությամբ Աբրահամյան եւ հեռացնում են այստեղ Լիվերպուլի ֆուտբոլիստները չնայած Գալստյանը կրկին վերադարձեց գնդակը Ատլետիկոյի համար Ակուլյանն էլ հարվածեց ու այս դրվագում արդեն բարձր ստացվեց գեղեցիկ անցում էր իսկապես կատարել Ակուլյանը, բայց տրամաբանական ավարտին հասնել չստացվեց Ատլետիկոյի մոտ ու հարված կլինի Արաքելյանի պաշտպանած դարպասից։ Այս ընթացքում փոփոխություն տեղի ունեցավ Լիվերպուլի կազմում, Դավթյանն է հիմա գնդակով շատ լավ նկատեց Գոր Մարտիրոսյանին ու կատարեց փոխանցում Համբարձումյան ձախից կա Խանդամիրյանի տարբերակը, բայց հեռու թողեց Համբարձումյանը գնդակ ու Ակուլյանը խլեց մրցակցից գնդակի հիմա էլ լավն էր փոխանցումը Աբրահամյան, բայց Արաքելյանը կրկին դուրս է գալիս դարպասից ու խանգարում մրցակցին Մխիթար Համբարձումյան գուցե հիմա ստացվի Լիվերպուլի մոտ բարձից փոխանցում, բայց այստեղ Մարտիրոսյանը այլ ուղղությամբ էր արդեն շարժվել ու Համբարձումյանի կատարած փոխանցումը հակառակ ուղղությամբ ստացվեց Վայե Գալստյան շատ լավ նկատեց Մանուչարյանին այստեղ Գալստյանը Աբրահամյան, բայց գնդակը խլեցին հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստները Կարապետյանն է գնդակով ուղարկեց դեպի կենտրոն, բայց կրկին սխալ հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստի կողմից ու գնդակով Ատլետիկո Երևանն է Մկրտչյանն է հաջող դուրս գալիս պաշտպանությունից շատ լավ փոխանցում հետևեց դեպի Մանուչարյանը գեղեցիկ է գործում այստեղ Մանուչարյանը կրկին Մկրտչյան Գալստյան Մանուչարյան նորից Գալստյան գեղեցիկ գրոյի անցել Ատլետիկոն Վայե Գալստյան ուղարկեց գնդակը դեպի կենտրոն, բայց Աբրահամյանը սայթակեց Ռևազյան գուցե երմից հարվածի Գուրգեն Ռևազյանը կա հարվածը, բայց Լիվերպուլի պաշտպանը տվյալ դեպքում Խանդամիրյանը դիպավ գնդակին ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմանների ցանկյունային հիմա կիրասնի Ատլետիկո Երևանը Ավդալյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Կարապետյանը առաջինն է արձագանքում գնդակին ուղարկելով այն Մարտիրոսյանի ուղղությամբ Դավթյանի հետ է խաղարկում Մարտիրոսյանը թողեց գնդակը Դավթյանը Խանդամիրյանին ստացավ նրանից պատասխան փոխանցում ու գրոտ տեղափոխում է Աչեզեր Վարդան Գրիգորյան Մխիթար Համբարձումյանն է ստացել գնդակը ուղարկեց նորից Գրիգորյանին Համբարձումյանը գնդակը բայց այստեղ հեռու թողեց Վարդան Գրիգորյանի իրենից գնդակը ու Մկրտչյանն է տիրում գնդակին Մանուչարյան Գալստյանի հետ լավ պատխաղարկում ստացվեց, բայց Շանելյանը տեսեք հիմա էլ որտեղ հայտնվեց ու կարողացավ զերծ պայել վտանգավոր հակագրոհից Լիվերպուլին Համբարձումյան Գալստյանն է հիմա էլ խլում կատարում տեսնենք մի փոքր մեկ-մեկ ու սխալներ է ընթանում խաղադաշտում, բայց առայժմ վտանգավոր հարված այս պայդրությամբ ոչ մեկի դարպասի ոչ մի թիմի դարպասի ուղղությամբ չի հետևել Մարտիրոսյան չնայած երկու թիմերին էլ բավական ընդամենը մեկ շանս որպեսզի հաջողության հասնեն Մկրտչյան կարողացավ ազատվել գնդակից Վայե Գալստյան ուղարկում է Մանուչարյանին գնդակը տեսնենք Մանուչարյանի որոշումը շատ լավ է նկատել Ավդալյանի առաջ խաղացումը, բայց այստեղ նորից Արաքելյանը դուրս գալով դարպասից խանգարեց մրցակցին հարված կլինի հիմա Լիվերպուլի դարպասից տեսնենք ինչ է պատահել Մանուչարյանին կարծես Տուգանային հարված է նշանակել մրցավարը այո փոխանցման պահին տեղի էր ունեցել խաղի կանոնների խախտում Մանուչարյանի դեմ պայքարում ու հիմա ստանդարտ կիրասնի արդեն Ատլետիկո Երևանը հեռու է տարածությունը բավական Վայե Գալստյանն էլ գնդակի մոտ է տեսնենք կա մրցավարի սուրիչը տեսնենք ինչ որոշում կայացնի Գալստյանը հեռվից է հարվածում դարպասի ուղղությամբ անդրադարձ եղավ ու վերջի պահին գնդակը կարողացավ հեռացնել Արաքելյանը Կարապետյան բայց դուրս եկավ այստեղ գնդակը դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում Ատլետիկոյի ֆուտբոլիստների կատարմամբ Ավդալյան կատարեց եզրային նետումը բայց այստեղ Խանդամիրյանն է հասնում գնդակին առաջինը Ռոման Դավթյան հեռվից հարված այստեղ Կարապետյանն էլ փորձ է չեղել գնդակի ուղղությունը բայց
Անհաջող ստացվեց ու հարված կլինի կրկին Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից։ Գասպարյան ուժեղ փոխանցում է կատարում առաջ, այստեղ հուշեց Շանելյանին Արաքելյանը, վերջինս էլ չդիպավ գնդակին ու հարված կլինի Լիվերպուլի դարպասից, այն Շանելյանի հետ էլ խաղարկեց դարպասապահ գնդակը Նարեկ Խանդամիրյան։ Մխիթար Համբարձումյանն է ստանում գնդակը, Մարտիրոսյանին հասցեակեց, բայց այստեղ Ակուլյանը առաջինը կանգնեց գնդակի ճանապարհին Մարտիրոսյանի փոխանցումից հետո կրկին գնդակով Լիվերպուլն է գոլ Մարտիրոսյան։ Հետ փոխանցում դեպի թիմի ավակ Շանելյանը։ Ռոման Դավթյան Գրիգորյանին ուղարկեց գնդակը։ Նորից Շանելյան ու դեպի ձախ որտեղ Նարեկ Խանդամիրյանն է։ Ռոման Դավթյան լավ փոխանցում հետևեց դեպի Համբարձումյանը։ Կարճ փոխանցումներով է գրոյի անցել Լիվերպուլը, բայց այստեղ Ռայվազյանը հաջող է գործում։ Շատ լավ փոխանցում հետևեց դեպի Գալստյանը։ Տեսնենք ինչ որոշում կայացի Վայե Գալստյանը մնաց գնդակով։ Կատարեց փոխանցում, բայց այստեղ թույլ ստացվեց Գալստյանի փոխանցում ու կարողացավ տիրել գնդակի Ռոման Դավթյանը, Մարտիրոսյան Համբարձումյանին ուղարկեց ու շարժվում է առաջ Մարտիրոսյանը, Ռոման Դավթյանն է կրկին գնդակով։ Վարդան Գրիգորյան, այո, խաղարկում են իսկապես գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստները արդեն բավական երկար ժամանակ է, բայց առայժմ հարված չի հետևում Գասպարյանի դարպասի ուղղությամբ։ Ռոման Դավթյան դեպի ձախ ուղարկեց գնդակը, Խանդամիրյան աստիճանաբար մոտենում է արդեն Լիվերպուլը մրցակցի Տուգանայինին, կա փոխանցումը, բայց այստեղ Մկրչյանը հեռացեց գնդակի հիմա էլ Ռայվազյանը փորձեց հեռացնել, չստացվեց, Մարտիրոսյան հարվածը կա ու Գասպարյանն է այստեղ տիրում գնդակին Մարտիրոսյանի կատարած հարվածից հետո փորձեց Կարապետյանը հասնել գնդակին, բայց չստացվեց, ֆիքսեց գնդակը Աշոտ Գասպարյանը։ Աբրահամյան թողեց գնդակը Ակուլյանին ու սկսում է Գագիկ Ակուլյանը Ատլետիկոյի հերթական գրոհը, բայց այստեղ փոխանցումը չհասավ Ավդալյանին, Խանդամիրյանը խոչընդոտեց այդ փոխանցման ու հիմա արդեն անցել է գրոյի Լիվերպուլը, Համբարձումյան աճեցրում է Մխիթար Համբարձումյանը հարված ու Գասպարյանը նորից ճիշտ դիտքում է։ Կարողացավ այստեղ փրկել Ատլետիկոյին Գասպարյանը, Ռայվազյանն էլ շատ հաջող փոխանցում կատարեց Մանուչարյանին, վտանգավոր է Ալեքս Մանուչարյան, բայց այստեղ էլ Շանելյանն է իրադրության տերը, այո, կարողացավ ճիշտ դիրք զբաղեցնել ու փակել Մանուչարյանի կատարած փոխանցման ճանապարհը Ռոման Դավթյան։ Գեղեցիկ գործեց Դավթյանը, Համբարձումյանին ուղարկելով գնդակը վերջինս էլ շարժվում է առաջ, Կարապետյանին ուղարկեց գնդակը, տեսնենք այս գրոհի կտա Լիվերպուլին, Մխիթար Համբարձումյան, բայց այստեղ Ակուլյանը խանգարեց, հետո էլ Ռայվազյանը խախտեց, այո, խաղի կանոնները Համբարձումյանի դեմ պայքարում ու ստանդարտ իրացնի Լիվերպուլը, Դավթյանը արագորեն խաղարկում է գնդակը Կարապետյանի հետ, բայց Կարապետյանի կատարած փոխանցումը բաժին հասավ Ռայվազյանին, Ավդալյանն էլ հեռացեց գնդակը, եզիսկ կնետեն Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Դավթյան ստացավ գնդակը Գրիգորյանի փոխանցումից հետո ու ուղարկում է այն դարպասապահ Արաքելյանի ուղղությամբ դեպի ձախ Խանդամիրյանն է ստացել գնդակը։ Գրոյի տեղափոխություն դեպի Մարտիրոսյանը, շատ լավն էր փոխանցումը, բայց այստեղ Ակուլյանը կարողացավ խլել գնդակը մրցակցից եւ այստեղ մրցավարը խանգարեց Ակուլյանի կատարած փոխանցմանը ու հիմա Իջաբանական դրվակ կլինի, կհասնի մրցավարը գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստերին, այդպես էլ արեց, Ռայվազյանն է գնդակով, Ակուլյան։ Ակուլյան սխալվեց, այստեղ Ակուլյանը շատ վտանգավոր իրավիճակում, բայց չստացվեց Լիվերպուլի մոտ արագ գործել, Կարապետյանի փոխանցումը անհաջող այստեղ ստացվեց ու եզիսկ նետի Ատլետիկո Երևանը։ Փոփոխություն այս ընթացքում Լիվերպուլի կազմում, Մարտիրոսյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Պետրոսյանը, եզից նետում է Ավդալյանը Գալստյանի ուղղությամբ,
Գալստյան շատ լավ ուղարկեց գնդակը Աբրահամյանին, բայց Ավդալյանը այստեղ Աբրահամյանի փոխանցումից հետո չկարողացավ ֆիքսել գնդակը։ Արագորեն խաղարկում են Լիվերպուլի ֆուտբոլիստները, Խանդամիրյանը հետ փոխանցում դեպի Շանելյանը, ու սկսում է խորքից թիմի ավակը Լիվերպուլի գրոհը, Համբարձումյան շատ լավ նկատեց այստեղ Խանդամիրյանի առաջ խաղացումը, ու Ռևազյանն է կրկին հաջող գործում այստեղ պաշտպանությունում, բրավո Գուրգեն Ռևազյան, որի օր դրվագն է այս խաղում, որ Ռևազյանի մասնակցությամբ մենք դիտում են Դավթյան, կրկին Գրիգորյան, ու այդ փոխանցում դեպի Շանելյանը, ռիսկի դիմեց այստեղ Շանելյանը, բայց մնաց գնդակով ու միանում է թիմի գրոհին Համբարձումյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Համբարձումյանը, Երբ Շանելյանը միանում է գրոհին, վտանգավոր է ստացվում, բայց այստեղ Համբարձումյանի փոխանցումը չհասավ Ժոզեֆ Շանելյանին, եզից կնետեն Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Համբարձումյան ուղարկեց գնդակը Դավթյանի ուղղությամբ և այդ փոխանցում տեսանք դեպի դարպասապահ Արաքելյանը, Նարեկ Խանդամիրյան, Խորքից փոխանցում, բայց Արման Ավդալյանը այստեղ տիրեց գնդակին ու Արագ հակագրող գուցե կազմակերպի Ատլետիկո Երևանը, Ավդալյանն ինքն էլ հարվածեց և վաստակում է անկյունային հարվածի հնարավորությունը Ավդալյանը այստեղ Ատլետիկոյի համար։ Տեսնենք, հենց Ավդալյանն էլ գնդակի մոտ է այս անկյունային ինչ կբերի Ատլետիկոյին, Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ու Կարապետյանն է հեռացնում գնդակը Ակուլյան, այստեղ մնաց գնդակով Ակուլյանը, Մանուչարյանին ուղարկեց, ստացավ պատասխան փոխանցումը նրանից, տեսնենք ինչ որոշում կայացնի Գագիկ Ակուլյանը, առայժմ գնդակով է ու գրոհ տեղափոխեց դեպի Ձակեզր Մկրտչյան, հերվից հարվածի փորձ, բայց Դավթյանը կանգնեց գնդակի ճանապարհին Ակուլյանի հարվածն հեռահարատարածությունից բավական բարձր ստացվեց, արագորեն Արաքելյանը կրկին խաղարկեց գնդակը Շանելյանի հետ, վերջինս էլ ուղարկեց Խանդամիրյանին, գնդակը հաջող անցում կատարեց Խանդամիրյանը այստեղ, Մխիթար Համբարձումյան, բայց Համբարձումյանի փոխանցումից հետո գնդակը բաժին ասավ Մկրտչյանին, Ալեքս Մանուչարյան, շատ լավն էր փոխանցումը դեպի Ավդալյանը, չկան տարբերակներ, ստիպված հետ փոխանցում կատարեց Ավդալյանը Ռևազյանին, Ակուլյան ու շատ լավ նկատեց Ավդալյանին, բայց այստեղ կասեցնել հաջող չստացվեց Ավդալյանի մոտ գնդակը, Պետրոսյան լավն էր փոխանցումը, բայց Կարապետյան այս դրվագում չհասավ գնդակին, եթե շեղեր գնդակի ուղղությունը դարպասի ուղղությամբ, ապա բավական բարդ հարված կստացվեր դա Գասպարյանի համար, հիմա չեմ կարող ասել արդյոք ետ կմղեր այդ գնդակը թե ոչ, բայց Կարապետյան այս դրվագում չհասավ գնդակին, հիմա Մարտիրոսյանը կրկին վերադառնում է խաղադաշտ Դավթյանի փոխարեն, Կամրսավարի Սուլիչը, Գասպարյան շատ լավ նկատեց Ավդալյանին աշիեզրում, մնաց գնդակով Ավդալյանը, Ակուլյան, նորից Ավդալյանի հետ է խաղարկում գնդակը, դա Գալստյանի տարբերակը կատարեց փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Շանելյանն է հեռացնում գնդակը, հիմա Լիվերպուլը սխալվեց պաշտպանությունից դուրս գալուց, բայց այստեղ էլ Խանդամիրյանն է լավ գործում, Աբրահամյան Շանելյանը հիմա էլ տարավ գնդակի իրեն, իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Մկրտչյանի կողմից, բաց ոտքով դիմավորեց մրցակցին, Գրիգորյանը արագորեն խաղարկեց Լիվերպուլը գնդակը, Մարտիրոսյան, բայց հիմա էլ Ռևազյանն է փակում Մարտիրոսյանի փոխանցման ճանապարհը, նետվել է առաջ հիմա Լիվերպուլը բավական մեծ քանակությամբ, Գրիգորյան հասցրեց ազատվել այս բարդ իրավիճակում գնդակից Գրիգորյանը, Համբարձումյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Համբարձումյանը, բայց հարվածը այստեղ Համբարձումյանի կատարած շեղությամբ ստացվեց ու հարված կլինի Աշոտ Գասպարյանի դարպասից, այո, կողքից դիպավ գնդակը ցանցին։ Գասպարյան ուժեղ փոխանցում առաջ, այստեղ Գալստյանն է հասնում գնդակին, Խանդամիրյանին դիպավ գնդակ ու Արաքելյանն էլ վերցեց այն նետելով Ժոզեֆ Շանելյանի ուղղությամբ, Պետրոսյան, շարժվում է առաջ Պետրոսյանը, Կարապետյան, աչից կա Մարտիրոսյանի տարբերակը, բայց դեպի Տուգանային հրապարակ ուղարկեց գնդակը Կարապետյան ու այստեղ Մկրտչյանը կարողացավ հեռացնել գնդակը,
Խաղարկում են գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Հետևը Շանելյանից փոխանցում դեպի Խանդամիրյանը։ Խանդամիրյան շատ լավ էր նկատել Մարտիրոսյանին, բայց այստեղ փոխանցման առաջին արձագանքեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Հիմա էլ Գալստյանն է պայքարում գնդակի համար Կարապետյանի հետ, բայց մնաց գնդակը Լիվերպուլի մոտ։ Վարդան Գրիգորյան շարժում է առաջ Գրիգորյանը, ուղարկեց գնդակը Ձախիեսը, Նարեկ Խանդամիրյան Համբարձում են այդտեղ խաղարկում, այստեղ Աբրահամյանն է նահանջելու օգնում արդեն Ատլետիկոյի պաշտպաններին, բայց Ակուլյանը այստեղ հաջող գործեց, հեռացված է գնդակը ոչ այնքան հեռու, Շանելյանն է նորից սկսում Լիվերպուլի հերթական գրով փորձում է սկսել, բայց այստեղ չկան տարբերակներ ու թողեց գնդակը դարպասապահ Արաքելյանին, հիմա կա փոխանցում Մարտիրոսյանի ուղղությամբ, բայց Մարտիրոսյանի փոխանցմանը առաջին արձագանքեց Ատլետիկոյից Գալստյան ու եզիս նետում է հենց Մարտիրոսյանը թողեց հիմա գնդակը Դավթյանին, Ամբարձումյան ու Գալստյանը կրկին հաջող գործեց այս դրվագում, ուղարկելով գնդակը Գուրգեն Ռայվազյանի ուղղությամբ, սխալ պաշտպանությունում Մխիթար Ամբարձումյան ու փրկում է այստեղ Գասպարյանը Ատլետիկո Երևանը, եթե հասներ Ամբարձումյանը դարպասապահին, ապա արդեն հաշիվը հավասար կլիներ խաղադաշտում, բայց դա տեղի չունեցավ, հիմա վտանգավոր է ու նորից Գասպարյանն է լավ գործում այստեղ Խանդամիրյանի փոխանցումից հետո Համբարձումյանը չդիպավ գնդակին, կարծում եմ հատուկ կերպով չդիպավ գնդակին, բայց Գասպարյանը ճիշտ դիտում էր, հիմա նորից սխալվում են պաշտպանությունում Ատլետիկոյի ֆուտբոլիստները, Խանդամիրյանն է շարժվում առաջ, բայց այստեղ փոխանցումը հաջող չստացվեց, Վարդան Գրիգորյան հիմա շատ սխալներ տեղի ունեցավ Ատլետիկոյի պաշտպանությունում, բայց հիմա Գասպարյանը կհանդարտեցնի բնականաբար հանդիպում, այո։ Ու հիմա կա փոխանցում դեպի Արման Ավդալյանը եւ շատ լավ փոխանցում ստացվեց, Ավդալյան վտանգավոր է, եւս մեկ փոխանցում, Աբրահամյան գրավել է պետ դարպասը, բայց Արաքելյանը այստեղ հաջող գործեց Ալեքս Մանուչարյան, գուցե արված հետևի դարպասի ուղղությամբ, ոչ, այստեղ փոխանցում կատարեց Մանուչարյանը, Ավդալյան, Ակուլյան, հիմա կա հարված ու արդեն Արաքելյանն իր տեղում է։ Երկար փոխանցում դեպի Մխիթար Ամբարձումյանը հետևեց, բայց այստեղ Ակուլյանը նորից հաջող է պաշտպանվում, Խանդամիրյանն է ձախ եզրով առաջ շարժվում, վերջին րոպեներն են ընթանում հանդիպման Մխիթար Ամբարձումյան, բայց այստեղ Մարտիրոսյանը հաջող չկասեցեց, Ռևազյանն էլ հեռացեց ու գնդակը բաժին հասավ կրկին հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստերին Մանուչարյանի փոխանցումից հետո իհարկե հարված հերվից ու նորից Գասպարյանն է ճիշտ դիրքում, Ռևազյանը այստեղ մի փոքր անհաջող հեռացեց գնդակը երկրորդ տեմպով է գրովում Լիվերպուլը, Ռոման Դավթյան, բայց այստեղ լավ չստացվեց Դավթյանի հարվածը եւ հարված կլինի Ատլետիկո Երևանի դարպասից։ Գասպարյան ուժեղ փոխանցում, բայց կրկին հիմա սխալվում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները, հիմնական ժամանակին մնացել է 3 րոպե, իհարկե գումարած որքան կփոխհատուցի մրցավարը ու տեսնենք այս վերջին րոպեները բավական լարված են ստացվում եւ իհարկե լարվածությունը առաջնային խնդիրն է հանդիսանում թիմերի ֆուտբոլիստերի գործողություններում սխալվելու հարցում։ Իհարկե Խանդամիրյան ուղարկեց գնդակը դեպի կենտրոն, Վարդան Գրիգորյանն է այստեղ։ Գրիգորյան տեսնենք ինչ որոշում կայացնի, դեպի ձախ ուղարկեց Մխիթար Ամբարձումյան, բայց շեղությամբ է ստացվում այստեղ Ամբարձումյանի կատարած հարվածը ու հիմա փոփոխություն Լիվերպուլի կազմում, Ամբարձումյանի փոխարեն խաղադաշտ է վերադառնում Կարապետյանը։ Գասպարյան ուղարկում է գնդակը Ձախ եզր Մանուչարյանն է, այստեղ Գրիգորյանն է թիկունքին շնշում, բայց փոխանցումը չհասավ Գալստյանին Մանուչարյանի կատարած ու Շանելյանն է շարժվում առաջ, Ժոզեֆ Շանելյան, Պետրոսյան վտանգավոր է, Շանելյան, Կարապետյան ու հիմա վրիպում է շատ նպաստավոր դիրքից Անդրանիկ Կարապետյանը, ինչ բացեր են առաջացել հիմա Ատլետիկո Երևանի պաշտպանությունում, իսկապես Լիվերպուլը, բայց առայժմ չի օգտվում իրեն ընձեռնված հնարավորություններից։ Հիմա կրկին սխալ փոխանցում հետևեց Խանդամիրյան, Շանելյան, եւս պետ փոխանցում ու Ակուլյանն է հեռացնում գնդակը, բայց ստացվեց այն փոխանցում Վահե Գալստյանի համար։ Գալստյանն է շատ լավ նկատեց աջ եզրում Աբրահամյանին, վտանգավոր գրոհի անցել հիմա Ատլետիկոն, Աբրահամյան, Ալեքս Մանուչարյան ու եթե հիմա ստացվել Մանուչարյանի մոտ
հարվածել դարպասի ուղղությամբ հնարավոր է Ատլետիկոն կրկնապատկերի առավելությունը դա տեղի չունեցավ տեսնենք այս գրոհ ինչով կավարտվի Ատլետիկոյի Մանուչարյան հերու թողեցի իրենից գնդակու հարված կլինի Լիվերպուլի դարպասից հիշեցնեմ որ առայժմ հանդիպան միակ գնդակը խփվել է առաջի խաղակեսում եւ այն իր անվան դիմաց գրանցել է Գագիկ Ակուլյանը բացելով այս հանդիպան հաշիվը որը առայժմ այս պայմանությամբ 3 միավոր է պարգևում Ատլետիկո Երևանին 2 րոպե հիմնական ժամանակը ավարտվել է արդեն մրցավարի փոխհատուցած խաղաժամանակն է ընթանում հիմա նորից սխալ բայց Գալստյանը հասցրեց այստեղ փակել գնդակի ճանապարհը մրցակցի առաջ խաղացման ճանապարհը Վարդան Գրիգորյան եւ այստեղ կրկին Գալստյանին բաժին ասավ գնդակը բայց շտապեց Գալստյանը ու հիմա Ղանդաբիրյանն է շարժվում առաջ գնդակով Ավդալյան այստեղ հաջող պաշտպանվեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները Արման Ավդալյան ու հիմա եւս մեկ սխալ արդեն Ատլետիկոյի կատարմամբ Շանելյանն է արագորեն նետում գնդակը Մարտիրոսյանի ուղղությամբ եւ այստեղ հիմա արդեն երևում է շտապողականությունը իր գործը անում է խաղադաշտում Սխալներ երկու թիմերի կատարմամբ էլ մենք տեսնում ենք բայց իհարկե Լիվերպուլը ունի շտապելու լուրջ տեղիք Գալստյան ուղարկեց գնդակը Աբրահամյանին Աբրահամյան հարվածել կատարեց դարպասի ուղղությամբ, բայց չստացվեց, քանի որ Դավթյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու հիմա նույնիսկ դարպասապահ Արաքելյանն է միացել Լիվերպուլի վերջին գրոհին կամ գրոհներից մեկին Շանելյան վտանգավոր է, կա փոխանցում ու հիմա կարող է Արաքելյանը Եթե դիպչեր գնդակին ապա հարվածել դարպասի ուղղությամբ հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց դա տեղի չունեցավ ու ես իսկ նետեն Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները Ավդալյան կատարեց Եզայի նետումը Գալստյանի ուղղությամբ, բայց այստեղ Ղանդաբիրյանը խանգարեց գնդակի ընթացքին ու հիմա նորից Արաքելյանը նետում է գնդակը Ղանդաբիրյանին Ռոման Դավթյան Ողջ կազմով հիմա պաշտպանվում է Ատլետիկո Լիվերպուլն էլ ողջ կազմով նետվել է առաջ, տեսնենք կստացվի արդյոք Լիվերպուլի մոտ այս գրոհը եզրափակել հաջողությամբ Վարդան Գրիգորյան ուղարկում է գնդակը Շանելյանին, Մարտիրոսյան վտանգավոր է փոխանցում, բայց այստեղ Կարապետյանը գրավում է դարպասու հավասարեցնում հանդիպան հաշիվը 1-1, բայց հիմա մրցավարը կարծում եմ կդիտի դրվագի կրկնապատկերը հասկանալու համար գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից թե ոչ Այո Կարապետյանի խփած գնդակը արձանագրված չէ ու հիմա արդեն վերջին րոպեն է ընթանում հանդիպան Ռևազյան այստեղ հաջող գործեց Կա փոխանցումը բայց այստեղ գնդակը չհասավ Աբրահամյանին Արաքելյանն է նետվում առաջ Ռոման Դավթյան հիմա վերջին գրոհ հարված դարպասին ու այստեղ Գասպարյանն է հեռացնում գնդակը Շանելյանն ուղարկեց Մարտիրոսյանին իսկ Մարտիրոսյանի հարվածը բարձր է ստացվում եւ վերջ հանդիպումը այստեղ էլ հենց ավարտվում է շապազանց դրամատիկ ու հետաքրքիր հանդիպում ստացվեց բայց Ակուլյանի խփած գնդակը որոշիչ եղավ ու Ատլետիկոն վաստակում է իր հերթական 3 միավորը կարճ դատար որից հետո կվերադառնանք միասին վայելելու Մանչեսթեր Սիթին ընդդեմ Վիլյարեալի հանդիպումը